Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ քաղաքագետ Հարություն Մկրտչյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Մկրտչյան։ Պարոն Մկրտչյան, հասկանանք թե ինչ է կատարվում ընտրություններից հետո։ Նարեկ Կարապետյանը, Ուժեղ Հայաստանը, որ հայտարարում էր, որ հաղթելու է, միանշանակ գնում է հաղթանակի սցենարով, հիմա հայտարարում է, որ 8 падգամավոր ԿՊ-ից եթե մտափոխվի եւ միանա իրենց իրավիճակը կփոխվի, Ռոբերտ Քոչարյանը որքան էլ որ զավեշտի է նման հայտարարել է, որ իրենք գնալու են Սահմանադրական դատարան դիմելու ճանապարհով, իրենք հաշտ չեն այս արդյունքների հետ, եւ նաեւ Ռուսաստանից եկող հայտարարությունները, որ կարծես թե այնտեղ էլ ինչ որ շոկային իրավիճակ է կամ անհասկանալի իրավիճակ, ասում են, որ սպասելու են վերջնահաշվարկին եւ չեն շնորհավորելու։ Ինչ է կատարվում ընդհանուր առմամբ։ Ընդհանուր առմամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացին նոկդաունի է ենթարկել Կիրիենկոյի գրպանային տեխնացուներին Հայաստանի Հանրապետությունում եւ ուշքի չեն գալիս, նաշադիր կարող են մոտեցնել նրանց, թող մի քանի անգամ շնչեն, արտաշնչեն, մի հատ թափ տան, սառաջերով լվացվեն, անհրաժեշտության դեպքում պաղջուր նստեն ու հաշտվեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների որոշման հետ։ Մնացածը լոլոներ են, ինչպես որ լոլոներ էր 300,000 ադրբեջանցիների կեղծ թեզը, ինչպես այդ լոլոների պատասխանը դեռ պետք է տան այս ուժերը։ Այս ուժերի այն համակիրները, ովքեր ներքաշված էին ընտրակաշառքներ բաժանելու մեջ, դրանք էլ պետք է տան։ Վստահաբար հակակոռուպցիոն կոմիտեն, իրավապահ այլ մարմիններ post factum դեռևս փաստեր կվերհանեն եւ ձերբակալվածների թիվը առնվազն կեռապատկվի, եթե չասենք տասնապատկվի, որովհետեւ մասշտաբները սարսափելի էին։ Իսկ թե նրանք ինչ կասեն իրենց համակիրներին, դե պետքա խափեն։ Ինչ պետք է ասեմ, պետք է դուրս գան, մի բան խափեն, մի ձև պտտեցնեն, գնան նստեն ազգային ժողով, Նիկոլ Փաշինյանից աշխատավարձ ստանան։ Բայց հայտարարում են Հայաստանի Հանրապետության ավելի ճիշտ պետբյուջեից աշխատավարձ ստանան չաշխատելու համար։ Լրատվամիջոցներից մեկը գրել էր, որ ըստ իրենց տվյալների Ուժեղ Հայաստանը չի վերցնելու մանդատները։ Դուք հավատում եք նման սցենարի, որ մեծ հաշվով ես իրականում Հայաստանի Հանրապետության շատ քաղաքացիների հետ ժողովրդական լեզվով ասած մի հատ էլ մաղարիչ կանեմ, որ իրենք չվերցնեն, եւ ճիշտ կլինի, առնվազն բարոյական կլինի չվերցնելը, որովհետեւ ամբողջ քարոզարշավի ընթացքում ստեր տարածելով 300,000 ադրբեջանցիների թեզը տարածելով, փողեր բաժանելով, առնվազն բարոյական դիտանկյունից եթե նայենք, դա կլինի բարոյական գործողություն, առնվազն մանդատները չվերցնել եւ չգնալ խորհրդարան, բայց ես այդ թեզին էլ չեմ հավատում, որովհետեւ պատերազմի եռագլուխ կուսակցության առաջնորդները, ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասել, պետքա չոքացվեն, պետքա գլխատվեն, քաղաքական իմաստով բառի եւ առհասարակ ինչ միտք կարտահայտեմ հարցազրույցի ընթացքում, թող նրանց գրպանից ծնվող իրավաբանները դիտարկեն քաղաքական համատեքստում։ Ես քաղաքական մարդ եմ։ Պետք է այդ եռագլուխ կուսակցության առաջնորդները գլխատվեն եւ չոքացվեն քաղաքական իմաստով եւ ազգային ժողովի падգամավորության մանդատը կամ ազգային ժողովի բարձր ամբիոնը հերթական ստեր գեներացնելու համար հարմար միջավայր պետքա լինի իրենց համար եւ իրենք կօգտվեն այդ միջավայրից։ Դուք ինքներդ կտեսնեք, մեր հայրենակիցները կտեսնեն, ցավոք սրտի մենք հերթական անգամ մի խայտարակ խորհրդարանի հետ ենք գործ ունենալու, որտեղ կա իշխանություն, որը ծառայում է Հայաստանի Հանրապետությանը նրա կենսական շահերին եւ կա անդիմություն, որը այդքան էլ մերը չի։ Հայաստանի Հանրապետության խորհրդարանում Վլադիմիր Պուտինը կրկին անգամ ընդդիմություն է եւ սա ողբերգություն է։ Սա պետք է արձանագրել, այս ուղղությամբ պետք է քայլեր անել։ Եվ ի վերջո ես ուզում եմ նաեւ ընտրություններից հետո հետևություններ անենք եւ փորձենք մի շարք հարցերի պատասխան տալ։ Եթե քարոզարշավի ընթացքում հայտարարվում էր, որ այս եռագլուխ կուսակցության առաջնորդներ կամ առանձնակի դեմքեր, լրտեսներ են, դավաճաններ են, օտարերկրյա հատուկ ծառայությունների հրահանգներ կատարողներ են, ապա ինչ է ստացվում, որ Հայաստանի Հանրապետությունում գտնվել են 330,000 քաղաքացիներ առնվազն կամ գուցե ավել, որ այս շրջանակին գործուղել են ազգային ժողով ըստ երևույթին լրտեսական գործունեությունը շարունակելու եւ լրտեսական գործունեությունը այլևս
ազգային ժողով տեղափոխելու։ Եվ սա պետքա լուծում ստանա իրավական եւ բառի քաղաքական իմաստով, քաղաքական ուժը, կոնկրետ քաղաքացիական պայմանագիրի իշխող ուժը պետքա իր մասով օրենսդրական նախաձեռնություններ բերի եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ազատենք այս գլխացավանքից։ Գիտեք, ընտրություններն եղան, ավարտվեցին, բայց այդ ընտրությունների ժամանակ սարսափելի որոշիչ դեր ունեցավ կեղտոտ փողը։ Հիմա կրակն են ընկել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր որ չեն ուզում իշխանությանը տեսնել, իշխանության ղեկին, ուզում են առողջ ընդդիմություն, ուզում են իրենց երկիրը առողջացած տեսնել ամբողջությամբ, կրակն են ընկել այդ կեղտոտ փողի ձեռը։ Օրենսդրական մի շարք բացեր մենք տեսանք այս ընտրությունների ընթացքում, օրինակ Ռուսաստանի Դաշնությունից Պսկովում ապրող Գագոն եկել է Հայաստանի Հանրապետություն, ընտրություն է կատարում ու ինքը թքած ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ոնց կապրեն։ Այսինքն հիմա հայելային կերպով ես թքած ունեմ, թե Ռուսաստանի Դաշնությունում Պսկովցի Գագոն ինչպես կապրի, չգիտեմ, Մոսկվայի Աշոտն ինչպես կապրի։ Իրենց հայրենիքը Ռուսաստանի Դաշնությունն է, իրենք այնտեղ են հարկեր գեներացնում։ Պսկովցի Գագոյի մայրը ընդհուպ գալիս է Հայաստանի Հանրապետություն, տարին մեկ անգամ այստեղից թոշակն է ռուբլու վերածում եւ Պսկով թռնում։ Հիմա նրանց տարեցներն են այստեղ առողջության ապահովագրությունից օգտվում, ստացվում է նստեմ գոքդ կրկին անգամ փիդեմ միրուկդ հայտնի կարգախոսն է այստեղ գործում եւ պետքա մենք լուծումներ տանք։ Հայաստանի Հանրապետությունում ապրող 3 միլիոն քաղաքացին կրակը չեն ընկել այս շրջանակների ձեռը։ Կրակը չեն ընկել Ռուսաստանի Դաշնությունում թթվի լարյոկ պահող խաչիկի ձեռը, ես ձեզ հավաստիացնում եմ։ Ու իրենք ժամանակն այն քաղաքացիները, ովքեր ենթարկվում են նմանատիպ ճնշումների, այդ քաղաքացիները իրենց մեջ որոշում կայացնեն եւ վերադառնան Հայաստանի Հանրապետություն մշտական բնակություն հաստատելու։ Հակառակ պարագայում նեղացածի կարգավիճակը չի ընդունվելու։ Հակառակ պարագայում գալ այստեղ պրոցեսների մեջ ներքաշվել, խառնել իրավիճակը եւ իրիկունը 7-ին անմիջապես հեռանալ, թույլ չի տրվելու։ Ու այստեղ էլ պետք է աշխատանք տարվի։ Ամենայն դեպս ես մի բան կարող եմ ասել, ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ էլ առավել եւս կալուգացի օլիգարխը իր զարմիկի հետ չեն կարող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամքին դեմ գնալ, ինչ էլ որ իրենց համար նախապատրաստի Կրեմլը։ Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի Դաշնությունը առայժմ եւս նոկդաունի մեջ է եւ այնտեղ կարծում եմ նաշադիրից հոտ քաշել են արդեն եւ հիմա որոշումներ կայացնելու ժամանակն է։ Սրել Հայաստանի Հանրապետությունում իրավիճակը զուգահեռ տնտեսական սանկցիաներ կիրառել, փորձել հուզումներ բարձրացնել, թե չսրել։ Սա էլ է ընտրության հարց։ Եվ այստեղ թող դեսպանը բարի լինի, իրավիճակը ճիշտ զեկուցի Կրեմլին եւ իհարկե տեղական ագենտուրան լավագույնս թող ներկայացնի իրավիճակը Ռուսաստանի Դաշնության իրենց տերերին, որովհետեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ի վերջո 700,000-ից ավել քաղաքացի տերականգն է խաղաղությանը։ Ու երբեմն հատկապես ընտրություններից հետո երբեմն քաղաքացիներն ասում են մենք տեր կանգնեցինք մեր Նիկոլին։ Եվ սա էլ է շատ հատկանշական։ Եվ որ պահին, որ Նիկոլ Փաշինյանը խնդիր դնի իր առաջ հակահեղափոխության ոտքերը քաղաքական իմաստով ջարդելու, հեղափոխություն 2 իրականացնելու, ես ձեզ հավաստիացնում եմ, այդ 700,000 քաղաքացիների թիվը ընդհանուր մինչև 1 միլիոնի կհասնի, ակտիվ քաղաքացիների, ովքեր պատրաստ կլինեն գործողությունների։ Կրակի հետ են խաղում եւ պետք է հաշտվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտրության հետ, անգամ այն ընտրության, ցավով եմ սա արձանագրում, բայց սա պետք է շատ կարճ ժամանակ լինի եւ մեր առաջ պետք է դնենք բարեփոխումների հստակ ծրագիր եւ պետք է սա էլ էս գիծնել քաշվի։ Ընդդիմությունը լեգիտիմ չի։ Եթե ընդդիմությունը հիմա քննարկում է, ճանաչում են իրենք ազատ արդար ընտրությունների արդյունքները Հայաստանի Հանրապետության քաղաքացու կամքը թե ոչ, ես վստահաբար ասում եմ, ընդդիմության լեգիտիմությունը ես չեմ ճանաչում եւ մեծ հարցականի տակ եմ դնում այս պահից սկսած։ Ընտրություններն ավարտվել է, ուժեղ Հայաստանն է հայտնվել խորհրդարանում եւ Հայաստան դաշինքը կամ կալուգացի օլիգարխի գլխավորած ուժը եւ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ուժը
այն բելարուսամետ օլիգարխներ շեմը հաղթահարելու փրփուրներից է կախվել, ես չեմ ճանաչում այդ լեգիտիմությունը։ Լեգիտիմ չի դա։ Մի ուժ, որ առավոտից երեկո փողա բաժանե, շաբաշա բաժանե, հակած տակը կեղտոտած շալվարա բաժանե, չգիտեմ ինչերա գեներացրե հանրության նկատմամբ, թույն ու թարախասրսկե հանրությանը, ստերա գեներացրե, այդ ուժը լեգիտիմ չի։ Պարոն Մկրտչյան, Այն մեկը ընդհանրապես իր ողջ կյանքում լեգիտիմության հետ խնդիր ունի։ Որը հիմա վիճարկում է։ Պարոն Մկրտչյան, մենք զրուցում ենք մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը այսօր Զվարթնոց օդանավակայանից փորձել է լքել երկրի տարածքը, բայց իրավապահները թույլ չեն տվել եւ նա ստիպված է եղել վերադառնալ իր տուն։ Ինչպես հասկանալ նաեւ Ես նորից եմ կրկնում, հորդորում եմ, խնդրում եմ, պահանջում եմ, ինչպես կուզի թող ընդունվի Հայաստանի Հանրապետության վարչապետից Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առաջ ստանձնած պարտավորվածությունը, իսկ ես քաղաքացիական պայմանագրի թիմի, քարոզչական թիմի հետ եւ հատկապես այնտեղ որտեղ որ վարչապետն է լինում, գրեթե բոլոր շրջաններում եղել եմ եւ գրեթե բոլոր շրջաններում լսել եմ վարչապետի խոստումը, որ Եռագլուխ, պատերազմի եռագլուխ կուսակցության առաջնորդները Ռոբերտ Քոչարյան, Գագիկ Ծառուկյան, Սամվել Կարապետյան պետքա դատվեն։ Սա պետքա իրականացվի Հայաստանի Հանրապետության ներսում գործող գործակալական ցանցի դեմ ինստիտուցիոնալ պատերազմ պետք է հայտարարել, քաղաքական եւ հանրային քաղաքական դաշտը պետքա մաքրել, գիծը քաշել եւ գնալ իրավամբ սահմանադրական, լեգիտիմ մեծամասնություն վերցնելու։ Սա էլ է լեգիտիմ։ Միանշանակ քաղաքացիական պայմանագրի ստացած ձայները, որ խորհրդարանում կայուն մեծամասնություն են ապահովում, սա էլ է լեգիտիմ։ Ես սա կասկածի տակ չեմ դնում, ես կասկածի տակ եմ դնում խորհրդարանական ընդդիմության լեգիտիմությունը եւ ակնկալում եմ գործող վարչապետից գործողություններ, ընդհանուր չոքացնել քաղաքական առումով, կզծնել քաղաքական առումով եւ այս համբալներին իրենց տեղը ցույց տալ։ Եվ գնալ արտահերթություն։ Եվ գնալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից, կրկնում ու ընդգծում եմ Հայաստանի Հանրապետությունում ապրող, արարող քաղաքացիներից, ոչ թե Կամչատկայի Վաչոյից, Կուրսկի Գագոյից, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից քվե ու մանդատ խնդրել, որը վստահաբար լինելու է, ես ձեզ հավաստիացնում եմ, այս գործողություններն իրականացնելուց հետո վստահաբար լինելու է սահմանադրական ճնշող մեծամասնություն։ Պարոն Մկրտչյան, Եվ իհարկե նաև մնացած քաղաքական ուժերը պետք ճիշտ կանեն, հետևություն անեն։ Եվ մենք խոսում ենք իշխանության մասին, մենք խոսում ենք Կալուգացու, Բելարուսամետի եւ այնուսի մասին, բայց չմոռանանք, որ 19 ուժ էր մասնակցում։ Նրանցից շատերը 20-25 տարի է փորձում եւ կրկին փորձիչ կարգախոսով առաջնորդվում են։ Ժամանակն է, որ քաղաքական դաշտի տարեցները գնան թոշակի։ Հանգիստ թողնեն քաղաքական դաշտը, որովհետև չի ստացվում ի վերջո իրենց մոտ։ Երբ որ 2018 թվականի փոփոխություններից հետո էլ իրենց մոտ շարունակաբար չի ստացվում, խնդիրն իրենց մեջ է եւ խնդիրը բնավ հանրության հետ չի եւ այստեղ հանրությանը մեղադրել որևէ մեկին թույլ չեմ տա։ Քաղաքական դաշտը պետք է առողջացնենք եւ ի վերջո Հայաստանի Հանրապետությունը զարգացման ուղու վրա դնենք։ Իրականում այդ ուղու վրա է եւ ամեն ինչ պետք է անենք, որպեսզի այդ ուղուց դուրս չդրվի եւ Հայաստանի Հանրապետության ոտքերից կարճած միութենական պետության այդ գաղութացման համակարգ հետ չտանենք։ Վերադառնալով Գագիկ Ծառուկյանի երկրից մեկնելու մոտիվացիաների։ Նորմալ է, երբ որ իրենք պարտվել են եւ կա հստակ պարտավորվածություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առաջ, Գագիկ Ծառուկյանը ուրիշ բաներ խոսք տալ։ Ասում էր որդին գալու է։ Ինքը ասում էր հունիսի 7-ից հետո իր բանում Աբովյանում, Ծաղկաձորի կազինոներում կրակող տղեն, կրակող Հայաստանից թռած տղեն պետքա գա Հայաստանի Հանրապետություն։ Բա ուր է։ Ոնց հասկանում ենք, ինքն է ոնց որ Լուկաշենկոյի ուղությամբ գնում։ Սեկտերը արդեն իսկ հայտարարվել է, եթե չեմ սխալվում, Մալացիա Սեբաստիա
վարչական շրջանում տեղի ունեցած հավաքի ժամանակ էր դեռևս հայտարարվել, որ սրանց սեկտը փակ է եւ թույլ չի տրվելու, որպեսզի դուրս գան։ Կարծում եմ դատաիրավական համակարգը եւս պետքա հստակ այս իրավիճակին արձագանքի, ոչ մի Նարեկ Կարապետյան, ոչ մի Սամվել Կարապետյան, ոչ մի Ծառուկյան, Քոչարյան, դա դատաիրավական համակարգի աշխատակիցների համար եմ ասում, որևէ մեկը սրանցից չի կարող Հայաստանի Հանրապետության քաղաքացու կամքին դեմ գնալ եւ թող որևէ մեկին չթվա, որ իրենք կարող են իրավիճակից օգտվել ու ոմանց Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու համար կանաչ լույսեր բացել, ոմանց քրեական գործերը տեղում սառեցնել, թող որևէ մեկին չթվա, հատկապես դատական համակարգը, հատկապես դատական համակարգը։ Ի վերջո ես հենց քարոզարշավի ընթացքում մեխային հարց էի ակնկալում, որ կդառնա եւ դարձել է դա, որ դատաիրավական համակարգում պետքա փոփոխություններ լինեն։ Այստեղ մեկ այլ հարց կա, սահմանադրական մեծամասնություն ունենալու պարագայում էր, որ դա պետք է հնարավոր լիներ։ Հիմա ելքը գտնվի համենայն դեպս քաղաքացիական։ Իսկ քանի որ հասկանալի է, այս ուժերը հենվում են հատկապես մեծ գումարների վրա հենվելով փորձելու են իրավիճակ փոխել։ Օրինակ նույն Սամվել Կարապետյանը կցանկանա երկրից դուրս գալ։ Շատ կցանկանա, կարծում եմ, հիմա առավել եւս շատ կցանկանա, բայց նաեւ իրատեսության մեջ կլինի եւ առնվազն չգիտեմ, կեռասը եւ ելակը ազդեցություն գործած չեն լինի նրա գիտակցության վրա, սեզոնային կեռասը եւ ելակը, եւ ինքը այդպիսի քայլ չի անի առնվազն։ Հիմա տնային կալանքի մեջ է։ Ռոբերտ Քոչարյանը շատ լավ հասկանում է, որ ինքը մարտի 1-ի գործով այսպես թե այնպես տարիներ, տասնամյակներ բանտում փտելու է։ Հիմա ջղաձիկ գործողություններ, ափարփուրներից կախվել է։ Ամեն մեկը թող ի վերջո իր տրամաչափի մասշտաբներով խոսի։ Մեծ փրթում էին փոքրիկ խմբակ, բա հիմա ինչ եք թավալ գալիս, որպեսի 8 պատգամավոր քաղաքացիական պայմանագրից ձեր կողմը քաշեք։ Չի ստացվելու։ Երազախապ են եղել, իրենց խաբել են։ Եթե իրենց թվում է այս Հայաստանի Հանրապետությունում առհասարակ կարելի է ամեն ինչ գնել փողով կամ շատ փողով, իրենք չարաչար սխալվում են։ Սկզբունքները, հավատարմությունը երբեք չի վաճառվում։ Կան այդպիսի մարդիկ եւս, իրենց համար դժվար է դա պատկերացնել, բայց պետքա պատկերացնել։ Այդ դասն է տվել Հայաստանի Հանրապետության քաղաքացին իրենց, որ հիմա իրանք 3 օր, 2 օր սերտում դեռ չեն մարսում, ուշքի չեն գալիս։ Անգամ վարժ հայերենով խոսող մարդիկ սկսել են կակազելով խոսել վերջին օրերին, ես ոնց նկատում եմ։ Տեսնենք, շոկային իրավիճակ է իրենց մոտ, շոկից դուրս կգային, ինձ թվում է դա էլ կլուծվի։ Եվ սրան զուգահեռ շարունակվում են սահմանափակումները Ռուսաստանում կամ ԵԱՏՄ համակարգում արդեն խնդիր են տեսել դեռ չաճած խաղողից Իրանի մեջ եւ այս իմաստով սահմանափակումները շարունակվում։ Դեռ չաճած խաղողի շատ Դե սեզոնը չի, բայց ամեն դեպքում խնդիրները արձանագրել են։ Դեռ չաճած խաղողի։ Հասկանանք ինչումն է խնդիրը, արդեն այլևս ակնհայտ է, որ սրանք քաղաքական լծակներ էին, որը հայտնի ուժը օգտագործում էր Հայաստանի։ Ես մի բան ասեմ։ Առնվազն վերջին 2 օրերին այս ընդդիմադիր ճակերտներում, շրջանակներին, երբ որ ուսումնասիրում եմ, մոտ տպավորություն է, որ այս մարդիկ արեցին ինչ կարող էին։ Պարոն Կիրիենկո, հանգիստ թող այս մարդկանց, արել են հնարավորը եւ անհնարինը, հələ տասնյակներով պետքա բանտերում պատասխան տան։ Պարոն Կոպիրկին, զեկուցեք ձեր ղեկավարներին, որ այս մարդիկ ի վիճակի չեն, կաշվից արդեն դուրս են եկեք, մնացել է կաշիներն ու ոսկորները, էլ ի վիճակի չեն։ Յան տվեք, էլ ոնց ասենք, լավ։ Իրենք հիմա այդ իրավիճակում են եւ փորձում են Ռուսաստանի Դաշնությունից դիստանցավորվել, որ հերիքա էլ չենք կարում։ Տիկնայք եւ պարոնայք, չենք ձգում։ Բայց Ռուսաստանի Դաշնությունը կարծում եմ իզուր չի միջև այս պահը շնորհավորելը, ընտրություններին գնահատական տալուց հիմնականում դրա լեգիտիմության վրա կասկած հարուցելը, ստվեր գցել ընտրական process-ի վրա Ռուսաստանի Դաշնության կողմից։ Իրենց եթերներում խոսում են, ես կարծում եմ, որ Ռուսաստանի Դաշնությունը դրդում է ավելի բուրըն
գործողությունների կամ ինչպես Սամվել Կարապետյանը կասեր, ինքը իրեն ավելի ագրեսիվ դրսևորումների եւ ինքը ավելի ագրեսիվ դուրս գա փողոցային պայքարի, դրան է միտված նաեւ գյուղմթերքի վրա սահմանափակումների կիրառումը եւ փորձում են Հայաստանի Հանրապետության ներսում սոցիալական պայթյուն հարուցել, այս մարդիկ էլ գան իրենց ձեռքերը վրան տակասնեն կամ վաճառականի սկզբունքով էժանով առնեն, թանկով ծախեն, դրանով զբաղվեն։ Իհարկե էմոցիաների եւ քաղաքական մտքի մասին է այստեղ խոսքը։ Բայց էլի չի ստացվելու։ Ես հավաստիացնում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, սրանք չեն ճանաչում։ Ընտրությունների արդյունքները երբ որ հրապարակվում էին, մի հետաքրքիր փաստի հետ մենք առնչվեցինք։ Գյուղաբնակ շրջաններից եկող ձայները առաջինն էին եւ առաջինն էր կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստանում եւ ըստ գյուղաբնակ շրջանների ձայների բաշխվածության քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, վարչապետը, խաղաղության օրակարգը, Հայաստան ԵՄ հարաբերությունները, կտրիչի հեռացումը, եթե կուզեք ձեզ բոնուս, դատավորների ժամանակավոր պաշտոնակատար լինելու խոստումը եւ այլն ստացել է 70% քաղաքացիների հավանություն, քաղաքացիական պայմանագիր այդտեղ իր ծրագրերով 70% ձայն է ստացել։ Գյուղմթերք արտադրողը եւ գյուղմթերքով իր տունը պահողը Հայաստանի Հանրապետության գյուղական բնակավայրերում ապրող քաղաքացիները այո են ասել Հայաստանի Հանրապետության վարչապետին։ Ու ձեզ ինչ է թվում։ Իրենք չգիտեն ինչ է լինելու։ Իրենք գիտեին, որ համենայն դեպս մենք բաց ասել ենք, որ Ռուսաստանի Դաշնությունը փորձելու է դա գործիք կիրառի, փակվելու է ճանապարհը, բայց գյուղացին ինչ է ասում։ Ասում է իմ ինքնիշխանությունը, իմ պետության սուվերենությունը, անկախությունը, խաղաղությունը, թորների ապագան որևէ պարագայում մի աշիկ խնձորով, մի արկղ, չգիտեմ, խաղողով, մի բալոն ռուսական հեղուկ գազով, то եթե կուզեք հակած շալվարով, այ համբալներ չի վաճառվում։ Սա Հայաստանի Հանրապետության գյուղաբնակ շրջանի քաղաքացիներն են ասում եւ իրենք պատրաստ են։ Պետությունն էլ պատրաստ է իրենց կողքը կանգնելու։ Մենք տեսանք, որ վերջին օրերին նաև ներքաղաքական այս խառը իրավիճակը անգամ չխանգարեց, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը օգնություն հատկացնի այդ գյուղացիներին։ Եվ նաև Եվրամիության շուկան բացվեց։ Եվ նաև Եվրամիության շուկայում մեր համար պատուհան բացվեց, եւ նաև Եվրամիությունը մեզ աջակցեց դրա համար։ Ի վերջո թող Պուտինին զեկուցեն, որ իրավիճակը այն չէ, ինչ իրեն զեկուցում է Կիրիենկոն եւ իհարկե Կոպիրկինը, իրավիճակը այն չէ, ինչ իրենց ենթականերին զեկուցում են տեղական հայկական արտադրության մի խումբ շրջանակներ։ Եվ հայ եւ թուրք գործարարների հանդիպումը նախ Թուրքիայում, ապա նաեւ առաջիկայում Հայաստանում Երևանում է կայանալու նման հանդիպում, Արարատ Միրզոյանը արդեն հայտարարել է, որ ամենատարբեր ձևաչափերով համագործակցելու շուրջ է նրանց հանդիպումները եւ բանակցությունները։ Սա դրական միտում է հայ-թուրքական հարաբերություններում, պարոն Մկրտչյան, եւ սա տեսնում ենք էլի զուգահեռ այդ ճնշումների։ Առհասարակ Հայաստանի Հանրապետությունը բռնել է տարածաշրջանում խաղաղության խաչմերուկ հայտնի քաղաքացիական պայմանագրի կողմից հայտնի այդ ծրագիրը, որ առաջ էր բերվում, շատերս են կասկածի տակ դրել, եղել է ժամանակահատված, որ նաև ես եմ կասկածի տակ դրել, բայց իրականում Հայաստանի Հանրապետությունը գտնվում է խաչմերուկում եւ ամեն ինչ պետք է անել, որ այդ խաչմերուկը լինի խաղաղ։ Եթե այդ խաչմերուկը խաղաղ է եւ կա նախադրյալներ խաղաղ պահելու, վստահաբար տարբեր գործընկերներ փորձելու են այստեղ իրենց շահերը փնտրել եւ գտնել։ Այդ թվում նաեւ Թուրքիան, իսկ Թուրքիայի հետ հարաբերություններում Հայաստանի Հանրապետությունը առանձնակի ակտիվություն է նաեւ դրսևորում։ Վարչապետը իզուր չէր, որ հենց ընտրությունների գիշերը, երբ որ տվյալներն արդեն իսկ ակնհայտ խոսում էին նրա մասին, որ հաղթել է քաղաքացիական պայմանագիրը, հենց այդ գիշերը մեսիջ ուղարկեց թե Թուրքիա, թե Ադրբեջան, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է խաղաղությունը պահել, փայփայել,
խնամել այդ խաղաղության նկատմամբ խնամք տանել եւ հարաբերությունները զուգահեռ կարգավորել, թե տնտեսական կապուղիները բացել, թե տնտեսական նոր կապուղիներ ստեղծել, թե իհարկե այստեղ առանցքային եւ կարեւոր դեր ու նշանակություն ունի Հայաստան-Թուրքիա սահմանը բացել։ Այ հենց այս խաղաղության խաչմերուկի վերածվելն է, որ Ռուսաստանի Դաշնությանը ու նրա գրպանային գործիչներին ձեռք չի տալիս եւ ամեն ինչ ուզում են անեն Հայաստանի Հանրապետությանը պատերազմի փակուղի տանելու համար։ Պարոն Մկրտչյան, բայց նկատենք, որ ադրբեջանական կողմից դեռևս նախ չեն շնորհավորել Նիկոլ Փաշինյանին եւ հետո երեք իրենց մեդիայում սկսեց շրջանառվել այն թեզը, որ այնուամենայնիվ քաղաքացիական պայմանագիրը եւ Նիկոլ Փաշինյանը չունեն սահմանադրական մեծամասնություն եւ այնինչ խաղաղության գործընթացում դա շատ կարեւոր է, ինչպես են հիմա դա ապահովելու։ Այս կերպ նաեւ վտանգի տակ են դնում հենց այդ գործընթացը։ Չէ, եկեք մի հատ իրերը կոչենք իրենց անունով։ Եկանք հասանք այն ամենակարևոր կետին, երբ որ մենք ասում ենք 300,000 ադրբեջանցիների թեզը այդքան մի տարածեք, սուտ թեզը, կեղծիքը, լրտեսական սուտը մի բերեք ու մցրեք մեր օրակարգ, երբ որ ասում ենք Ադրբեջանի պահանջով սահմանադրության փոփոխության հարցը մի բերեք դարձրեք օրակարգը, ինչ սրա համար էինք ասում, որովհետև Ադրբեջանն ինչ է տեսնում, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունների երազած սուտը, որ կարելի էր ներդնել Հայաստանի Հանրապետությունում, լավագույնս իրականացնում են որոշ շրջանակներ եւ դրանք խորհրդարանում ներկայացված են։ Հիմա ինչ պետք է անել, պետք է փորձել հնարավորինս Հայաստանի Հանրապետության ուղղությամբ ճնշումներ գործադրել։ Սահմանադրության հարցը բացի են, որ Ադրբեջանը լեգիտիմ խնդիրներ ունի այդ սահմանադրության հետ։ Մենք էլ նաև Ադրբեջանի սահմանադրության։ Լսեք, Ադրբեջանը լեգիտիմ խնդիրներ ունի Հայաստանի Հանրապետության սահմանադրության անկախության հռչակագրի հետ։ Մենք էլ պետք է այդ լեգիտիմ խնդիրն ունենանք, որովհետև ի վերջո մենք ինքներս մեզ հետ պետք է ազնիվ լինենք, գիտեք։ Էլի, հիմա դուրս կգանք ասեն Ալիևը կասում է սահմանադրական մեծամասնություն քաղաքացիական պայմանագիրը չունի, այսպիսով սահմանադրությունը ի հակադրություն Ալիևի պիտի չփոխվի, ինչի։ Ես էլ ասում եմ պիտի փոխվի, ինչու։ Բերում եմ իմ հիմնավորումները, որովհետև Հայաստանի Հանրապետությունը ճանաչել է առաջինը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Լեռնային Ղարաբաղը մեջ է ներառյալ։ Դուրներդ գալիս է, չի գալիս, նորից եմ կրկնում, կարաք սառը ջուր խմեք կամ պաղ ջուր նստեք։ Սա իրականություն է, սա փաստ է, որի հետ պետք է առերեսվել։ Անկախության հռչակագիրն ինչ է ասում։ Լեռնային Ղարաբաղը Մայր Հայաստանին միացնելու մասին իղձ, փափագ, երազանք, պապուծ կտակ, ինչ ուզում եք անունը դրեք, դա ո՞նց եք բացատրում։ Հաջորդը սահմանադրությունը ինչի պիտի փոխվի, որովհետև ըստ քաղաքացիական պայմանագրի այն ուժին, որ ես քվեարկել եմ, ըստ քաղաքացիական պայմանագրի նախընտրական ծրագրի սահմանադրական բարեփոխումների արդյունքում բոլոր դատավորները համարվելու են դատավորի ժամանակավոր պաշտոնակատար։ Ես ուզում եմ այդ փոփոխությունը տեսնեմ։ Ես ուզում եմ այս դատաիրավական համակարգի առնետներին, իսկ այդ համակարգում առնետներ կան նաև շատ պարկեշտ, շատ ազնիվ դատավորներ, որոնք ծառայում են Հայաստանի Հանրապետությանը եւ նրա ժողովրդին։ Բայց կան նաև առնետներ նախկինից մնացած, ու սրանց հարցը պետք է լուծվի, որ Հայաստանի Հանրապետության արդարության եւ արդարադատության մթնոլորտը առնվազն սրանք չբռնաբարեն, որ այս տեսակ լրտեսական ցանցի ներկայացուցիչներին, երբ որ պետությունը իր ինստիտուտներով, քննչական կոմիտե, ազգային անվտանգության ծառայություն, դատախազություն, բռնում ականջների ստանում նստում է դատավորի առաջ, այդ դատավորը տնային կալանք կամ ուղակի բաց չթողի։ Երկրում արդարություն ու արդարադատություն հաստատվի։ Եվ ի վերջո սահմանադրական բարեփոխումների խոստումը եկել է 2018 թվականից։ Ալիևը ինչ կասի, գիտեք ում հետաքրիր է Ալիևը ինչ կասի եւ հղում է անում Ալիևին, ինքը առնվազն Հայաստանի Հանրապետությունում լրտեսական ինչ-որ գործունեություն է ծավալում։ Եթե իրենք հիմնվում են, կրկնում եմ, հիմնվում են Ալիևի ասածների վրա եւ բացառապես հղում են անում Ալիևին, չնայելով որ Հայաստանի Հանրապետությունում կա լեգիտիմ ընտրված վարչապետ, կա իշխանություն, կա պետական մարմիններ։ Այս մարդը ուրեմն լրտես է, այդպիսի մարդիկ լրտես են։ Հիմա 300,000 ադրբեջանցիների վերադարձի սուտը, թեզը
ով ամենաշատը կերազեր, որ Հայաստանի Հանրապետության հանրային քննարկումների տիրույթ առնվազն մտներ։ Վստահեցնում եմ, դա Ադրբեջանի հատուկ ծառայությունների երազանքը կլիներ։ Ալիևն էլ իր թե անձնական միջոցներից, թե նաև պետական բյուջեից միլիոններ կհատկացներ, որպեսզի այդ սուտը տարածվեր այստեղ։ Այստեղ տարածող կա։ Ժողովուրդ, այստեղ տարածող կա այդ սուտը։ Ինչի են հատուկ ծառայությունները տարածում։ Կամ կարող է լավ էլ հատուկ ծառայություններն են տարածում, չգիտեմ։ Բարձր մտածում եմ, դատի չտակ, չգիտեմ։ Բայց պետքա պարզել։ Պետքա պարզել այդ սուտը, որ տարածում եք, պետքա հասկանալ, որ Ադրբեջանում էլ ականջներ կան։ Այնտեղ էլ են լսում, այնտեղ էլ են տեսնում, որ հանրությանը հնարավոր է այսպես ահաբեկել, մանիպուլացնել, երկիրը ներսից դիմադրողականությունը երկրի ներսից թուլացնել։ Ու փորձելու են դրա վրա աշխատել։ Իշխանությանը խոցելի դարձնել։ Չեն կարող։ Ես վստահ եմ, որ չեն կարող, որովհետև իշխանությունների դիմադրողականությունը եւ առհասարակ Հայաստանի Հանրապետության դիմադրողականությունը վստահաբար բարձրանալու է, շատ բաց, շատ թափանցիկ կարող ենք այս գլխից ասել, ինչպես։ Շատ པարզ, երբ որ եռագլուխ կուսակցության առաջնորդները հայտնվեն բանտում, գործակալական ցանցը գործող Հայաստանի կամ ցանցերը գործող Հայաստանի Հանրապետության բացահայտվեն ու բնում խեղդվեն։ Եվ որ ամենակարևորն է, երբ որ խորհրդարանը մաքրվի այս ոչ լեգիտիմ ընդդիմությունից։ Իսկ այդ խնդիրը այսօրվանից ես դնում եմ։ Եվ ակնկալում եմ, որ իշխանությունը նաև սա պետք է հաշվի առնի, որովհետև գիտեք, նորից եմ կրկնում, որևէ մեկը ինչ չի կարող բացատրել, այդ ոնց ստացվավ, որ Կալուգայից մեկն եկավ, մեկը երբեք այս մարդը քաղաքականությամբ չի էլ զբաղվել, ընդունենք այդ բանը։ Իհարկե, եթե հաշվի չառնենք, որ սաղի հետ ինչ-որ բաների մեջ է եղել։ Քաղաքականությամբ հրապարակային չի զբաղվել։ Ռոբերտ Քոչարյանը, սա պետք է գնահատական ստանա, սրանց գործողությունները եղել են լրտեսական, սա ասել է Փաշինյանը, ես չեմ ասել։ Ես էլ ասում եմ, երկրորդում եմ նրան, այո, սա լրտեսական է, որովհետև եթե թեզը Բաքվում է, միայն մշակվում եւ քո ներսում հնարավորինս տարածվում, սա արդեն լրտեսականի է վերածվում։ Իսկ կներեք, Հայաստանի Հանրապետության իրավապահները, կառույցները չեն տեսել այդ թեզը, տեսել են։ Արտաքին հետախուզական ծառայությունը դեռևս նախորդ տարի արձանագրել է դա, որ այո, Ադրբեջանում 300,000 ադրբեջանցիների մասին կամ արևմտյան Ադրբեջանի մասին ինչ որ կեղծ մտածածին թեզա քննարկում։ Եվ մնացածը կանեն Հայաստանի Հանրապետությունում ինստիտուտները։ Ձեր արածն ինչն է, սրանց արածն ինչ է։ Հայաստանի Հանրապետության ժողովրդին անընդհատ ահաբեկել։ Հիմա էլ սահմանադրությունն է լինելու։ Գնալու են խորհրդարան, Ադրբեջանը Բաքվից պահանջելու է սահմանադրության փոփոխություն, որովհետև ի վերջո ժողովուրդ ուզենք, չուզենք, եկեք ծուռը նստենք, դուզը խոսանք, այդ սահմանադրությունը նախ պետքա փոխենք մեր համար, որովհետև մենք ինքներս դեռևս 18 թվականին արձանագրել ենք, որ պետք է փոխվի, այդտեղ կան բազմաթիվ կետեր, որ պետքա Հայաստանի Հանրապետության քաղաքացուն հարմարեցվի, եւ իհարկե կա կետ, որը նաեւ խնդիր ունի քո հարևանի հետ, ու սրա հետ պետքա առերեսվենք։ Ու սրա հետ վստահեցնում եմ, իրենք էլ գիտեն, եթե խնդիրը գնաց հանրաքվեի ճանապարհով Հայաստանի Հանրապետության քաղաքացին հետ սահմանադրության տարբերակին, որտեղ որ չլինի անկախության հռչակագիրը, սա ընդգծում եւ շեշտում եմ, համարձակ եմ շեշտում, Հայաստանի Հանրապետության քաղաքացին դրան կողմ է քվեարկելու։ Ինչու՞, որովհետեւ կողմ է եղել խաղաղությանը։ Ինչու՞, որովհետեւ դեմա պատերազմին, ինչու՞, որովհետեւ ուզում է դատաիրավական համակարգը այդ առնետներից մաքրի։ Ինչու՞, որովհետեւ ի վերջո այդ սահմանադրության մեջ շատ կետեր կան, որ այսօր քաղաքացուն չեն սպասարկում եւ ի վերջո այդ սահմանադրությունը քաղաքացին չի ընտրել։ Այս սահմանադրությունը, որը որ հիմա գործում է, քաղաքացու ընտրությամբ ձևավորված եւ ընտրված սահմանադրություն չի։ Հիմա սրանք էս լարի վրա են խաղալու։ Ալիևն էլ էս կրակի վրա բենզին է լցնելու։ Ինչ է լինելու իրականում Հայաստանի Հանրապետությունը ներսից թուլացնելու process է գնում։ Սրա դեմ պետքա պայքարել այսօրվանից։ Ինչպես մի 30 գլուխ կտրելով, թռցնելով վարչապետ Փաշինյանն եկել է, բան չի մնացել, պարոն վարչապետ, այդ 3 գլուխն էլ իրավական, դատաիրավական համակարգի
օգնությամբ, միջամտությամբ եւ ժողովրդի աջակցությամբ, եթե պետք լինի, որ պահին պետք լինի, ժողովրդի աջակցությամբ պետք է այս հարցը լուծել։ Եվ վերջում ամփոփելով պարոն Մկրտչյան, հաշվի առնելով ձևավորված խորհրդարանը առաջիկա 5 տարիներին ինչպիսի արտաքին քաղաքականություն եք պատկերացնում, որ կլինի, այսինքն դրանում էական փոփոխություն ըստ էության չի լինի, բայց վարչապետը նաև հայտարարեց, որ իր առաջին պաշտոնական այցը լինելու է Մոսկվա ընտրություններից օրեր հետո։ Հիմա տեղին է այս պարագայում մեկնել Մոսկվա կամ առաջին պաշտոնական այցը կատարել այն պետություն, որը ըստ էության դեռևս կասկածում է ընտրությունների լեգիտիմության վրա եւ չի շտապում առնվազն շնորհավորել վարչապետը առայժմ միայն ցանկությունը հայտնել, բայց հրապարակային առնվազն Մոսկվայից հնչող հայտարարությունները խոսում են նրա մասին, որ իրենք պատրաստ չեն Փաշինյանին դեռևս ընդունել, որովհետև շատ լավ գիտակցում են, թե խոսակցությունը ինչ հարթության վրա է լինելու։ Իսկ ինչ հարթության վրա է լինելու։ Կամ դադարեցնում են այս կապիկությանը։ Իսկ իրականում սա կապիկություն է։ Ոնց կուզեք անվանեք, սա կապիկություն է։ Հիմա դիվանագետները թող սա թարգմանեն, տանեն դնեն Կոպերկինի կամ Լավրովի սեղանի, ոնց կուզեն, թող սա թարգմանեն, սա կապիկություն է։ Այս կապիկության վերջը կամ տալիս է Ռուսաստանի Դաշնությունը եւ վերադառնում է գործընկերային հարաբերությունների տրամաբանության շրջանակ, կամ Հայաստանի Հանրապետությունը գործում է իր շահերից ելնելով իր հետագա գործողությունները պլանավորում այնպես, ինչպես կպլանավորի։ Իսկ ինչպես դա կարող է լինել։ Շատ բազում եւ բազմաթիվ գործիքակազմ կա Հայաստանի Հանրապետության ձեռքին, այդ թվում նաեւ ԵԱՏՄ աշխատանքները պարալիզացնելու։ Դուք այդպես կակոյ պրիվետ Էլբեթար ատվետը հենց ռուսների համար է նախատեսված եւ հիմա պետք է Հայաստանի Հանրապետությունը գնա եւ խոսի, ինչի՞ չգնալ եւ չխոսել։ Իրենք խուսափում են, հասկանալի է, մենք չենք խուսափում այդ խոսակցությունից, ինչ կա։ Գնալ խոսել, նստել կամ գալիս ենք ընդհանուր հայտարարի եւ դադարեցնում են մեր ներքին գործերի մեջ իրենց քիթը խոթել, այս իրենց արբանյակների հարցնել լինում է շատ կարճ ժամանակի խնդիր եւ դա բացառապես Հայաստանի Հանրապետության ներքին գործն է, սրանց հետ ոնց կվարվեն, գյուղմթերքի առաջաճանապարհը բացվում եւ այլն։ Վերադառնում ենք նույն իրավիճակին մինչեւ ընտրությունները կամ Հայաստանի Հանրապետությունը գործում է ազատ, շատ ավելի ազատ, քան նախկինում ա եղել։ Դա նորից եմ կրկնում, վետոյի իրավունքից առնվազն վարչապետ Փաշինյանը կարող է օգտվել եւ ԵԱՏՄ-ին որոշումներ չկայացվեն։ Որոշել են Կոպերկինը, Կիրիենկոն եւ Կիրիենկոյի տեղական կիսագրագետ կողմնակիցները կամ թերուս քնձխները որոշել են ԵԱՏՄ-ն թաղեն, շատ լավ իրենք կարող են դա անել Հայաստանի Հանրապետության լեգիտիմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձեռքով, եթե այսպես երկար շարունակեն։ Շնորհակալ եմ, պարոն Մկրտչյան։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ զրուցակիցս քաղաքագետ Հարություն Մկրտչյանն էր, կհանդիպենք։